Ավինյանին հրավիրում եմ հենց հիմա իմ լայվի դիտմանը։ Մի քիչ հավաքվենք, ես հիմա դու տես ես քեզ ինչ եմ անելու, Տիգրան Ավինյան։ Բարի օր, բարի լույս, բարի կեսօր։ Ուրեմն ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ այս հայտարարությունը ինչը որ տեղի է ունենում Երևան աշտարակ մայրուղու վրա կամ աշտարակ Երևան մայրուղու վրա։ Ովքեր որ այս ճանապարհից օգտվում են, կհասկանան թե խոսքն ինչի մասին է։ Ուրեմն արդեն մեկ շաբաթից ավելի Երևան աշտարակ մայրուղին վերածվել է կոլապսի։ Այս ուղղությունը բավականին ծանրաբեռնված է, որովհետև ոչ միայն Երևանին մոտ մարզը Արագածոտն է, այս պարագայում հենց աշտարակ քաղաքը հարակից իր համայնքներով, այլ նաև ճանապարհին բավականին մեծ ինֆրաստրուկտուրաներ են գործում Երևան աշտարակ մայրուղու վրա։ Վիգենի Վիվարոյի օֆիսներից սկսած մինչև մեծ բնակելի համալիրներ, Վահագնի թաղամաս եւ այլն, սեփական տների թաղամաս, Պրոշյան եւ Քասախ համայնքները եւ այլն, բավականին խիտ բնակեցված, գետ ծանրաբեռնված մայրուղի է։ Ուրեմն սրանք, այս մի շաբաթ չավել, 10 օր կլինի, առավոտ կեսօր թե իրիկուն, այս մայրուղին դարձրել են մի խայտառակություն։ Սարքում են տեղ չեն հասնում եւ ամեն օր այս վիճակն է։ Ես անկեղծ եմ ասում ձեզ, արդեն երբ մտնում ես Երևան, որ գրված է Երևան, այսինքն սա Երևանի հատվածն է, այդտեղից այս խայտառակ քաոսը սկսվում է մինչև 16 թաղամաս։ Մինչև 16 թաղամաս։ Այս պարագայում ես աշտարակից եմ գալիս, որովհետև աշտարակում տուն ունեմ եւ հաճախ Երևանի կեղտ ու փոշուց փրկվելու համար այնտեղ եմ մնում։ Մտածելով որ 15-20 րոպեում որևէ խնդիր չկա Երևան հասնելու, բայց քանի որ մենք ունենք այս իրավիճակը եւ այս քաղաքային իշխանությունները, որոնք մեր կյանքը բացառապես սարքել են դժոխք, իրանց ղեկավարը բարոյահոգեբանական առումով պարտության առումով մեր կյանքը սարքել է դժոխք, բայց նույնիսկ սովորական տարական այս երկրում շարժվելը դարել է դժոխքի դժոխք։ Լավ լսեք, դուք ինչ եք ուզում մեզնից, ես չեմ հասկանում ուղղակի։ Ինչ եք դուք ուզում մեզնից։ Ինչ եք տվել մեզնից չեք կարում առնեք։ Լավ, հնարավոր չի այս ամեն ինչին տալ հստակություն, տալ արագություն, հսկայական մայրուղի ասա, կապող քաղաքը մարզի հետ, էլի սարքեք, էլի ասվալտ արեք, բայց ոնց կարելի է այս աստիճանի կոլապսի վերածել 10 օր շարունակ, որ մարդիկ չկարողանան ակետից բեկետ հասնեն, քանդելուն է ձև կա, քանդելուն ձև կա, դուք նենց եք քանդում, որ նույնիսկ այդ քանդածի վրայով ավտոները չեն կարում անցնեք, լավ ես չեմ հասկանում, դուք կատարյալ ապուշ եք, այս ինչ եք անում։ Ես 45 րոպեա, անկեղծ եմ ասում, Վահագնի չեմ էլ հասե, հա, հեսա, Վահագնին է։ Այդտեղից մինչև Դավիթաշենի կամուրջ չեմ կարողանում հասնեմ։ 45 րոպեա, դուք հասկանում եք, բայց ես 5 րոպեում հասել եմ աշտարակից այս սույն տարածքը։ Այս խնդիրների շուրջ պահանջում եմ արագ լուծում։ Խնդրել, ձեզ ինչ խնդրեմ, մեկը էլի չեք անելու, ձեզ երբ հարմար է այդ եք անում դուք։ Դուք ծնվել եք, որ մենք չապրենք։ Դուք իշխանություն եք, որ մենք գոյություն չունենանք, այդ է այս նպատակը սրանց, միանշանակ, այլ տարբերակ չկա։ Ու մարդիկ ժամերով աշխատանքի եւ իրենց գործերով չեն կարողանում հասնել Երևան։ Երևանի քաղաքապետարանին թեգ եմ արել, որ այս հարցի պատասխանը տա, հեսա կգցեն սրա նրա ջեբը, կասեն, էդ եսի ինչն է, էդի էլ մեկի են ինչն է, էդի էս մեկի էս ինչն է,
Կամ չգիտեմ, էս ինչն է, Արագածոտնի մոտ Երևան եմ, ինչ Արագածոտնի մարզ, վատագույն դեպքում կարող լինի Կոտայքի մարզ։ Բայց չէ, դա չի, Երևան ենք մենք։ Մի բան կասեն էլի էսա։ Կարևորը խնդիրը չլուծեն, իրար վրա գցեն, խնդիրը չլուծեն։ Տարածեք այս վիդեոս։